մենք գտնում ենք Buffalo գրի բառում, ես Արմաղ Ղարիբյանն եմ եւ այսօր այստեղից քննարկելու ենք հանրապետական մամուլում տեղ գտած ուշագրավ նորությունները։ Եվ այսօր իմ հյուրն է Bloomberg գործակալության հայաստանյան թղթակից Սառա Խոջոյանը։ Բարի լույս Սառա։ Բարի լույս։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար եւ աշխատանքային օրը միասին սկսելու համար։ Պետք է քննարկենք մամուլի ուշագրավ նորությունները եւ պետք է սկսենք Կիրակի օրը տեղի ունեցած թիմ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հրապարակումով։ Մասնավորապես հրապարակ օրաթերթն է անդրադարձել նախկին օրինաց երկիր ներկայիս հայկական վերածնունդ կուսակցության հաղթարշավին, ինչպես թերթն է նշել, մասնավորապես թերթը անդրադարձել է սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, նշելով, որ արձանագրելով հայկական վերածնունդի արդյունքները, դրանք են շուրջ 2 տասնյակ համայնքներում համայնքների ղեկավարներ, ավելի քան 200 ավականու անդամներ եւ Գյումրու եւ Վանաձորի ընտրություններին 3-րդ տեղը։ Սա վկայում է, որ իրավացի են նախկին օեկականները, երբ ասում են, որ ընտրությունը բարդ գործընթաց է եւ այստեղ երկարատև փորձ ու լուրջ աշխատանք է հարկավոր։ Թերթը նաեւ նշել է, որ էական է եղել անձերի ընտրությունը, նշելով, որ թե Գյումրիում, թե Վանաձորում փաստորեն հայկական վերածնունդը ճիշտ մարդկանց վրա էր ստավկա արել, այս հրապարակ թերթն է նշում։ Իդեպ հետաքրքիր է, որ հենց Գյումրիում եւ Վանաձորում, որտեղ որ նոր ընտրակարգով անցկացվեցին ընտրությունները, փաստորեն մի կողմից իսկապես կարևոր էր կուսակցական ցուցակները եւ կուսակցության անունները, քանի որ մրցում էին կուսակցությունները, բայց ամեն դեպքում սա տեղային ընտրություններ են եւ տեղային հարցեր լուծելու ընտրություններ են եւ անձերի դերն էլ էր փաստորեն կարևոր։ Այս երկու հանգամանքները փաստորեն միմյանցից անկախ գործել է հայկական վերածնունդ կուսակցության դեպքում։ Այո, հետաքրքիր է հայկական վերածնունդի ֆենոմենը, որովհետև իսկապես շատերը կարծում են, թե օրինաց երկիր կուսակցությունը մահացել է եւ նրանց մի մասը վերածնվեց, կարողացավ վերածնվել, բայց ես կարծում եմ, որ այդ կուսակցությունը եթե իսկապես նայենք նրանց պատմությանը, կարող ենք սա չպետք է զարմանալի լինի, քանի որ օրինաց երկիր կուսակցությունը շատ ամուր կառույց է եւ ինքը իր անդամների հետ մշտապես աշխատել է, ես ինքս ճանաչում եմ մարդկանց, ովքեր այդ կուսակցության անդամ են եւ ընտրություններին իրենք իսկապես միշտ ակտիվ են եղել, բոլոր ընտրություններին, իսկ իրենք մշտապես կարողացել են պահել ընտրություններին իրենց օգնող, իրենց կուսակցության անդամ մարդկանց հետ կապը եւ հերթական անգամ երբ անհրաժեշտություն եղավ, օգտագործեցին։ Հիմա ոնց որ օրինաց երկիր կուսակցությունը, որ իր օրիգինալ ձևով կա, արդեն իսկապես քիչ-քիչ կմահանա, միգուցե ֆորմալ առումով դեռ երկար գործի, բայց գործնականում այլևս դեր չի ունենա եւ հայկական վերածնունդը կշարունակի արդեն օգտվել քաղաքականության մեր քաղաքականության մեջ ձևավորվող նոր կանոններից, խորհրդարանական հանրապետություն, կուսակցությունների դերի բարձրացում, սակայն կարող ենք նաև քննարկել, թե արդյոք սա ինչ-որ բան կփոխի, որովհետև չեմ կարծում, թե շատերը հավատում են, որ կուսակցությունը, շատերը մոռացել են, մարդիկ այնպես չի, որ հիշողություն չունեն, շատերը մոռացել են, որ օրինաց երկիր կուսակցությունը, որ հիմա հայկական վերածնունդ կուսակցություն է, մշտապես հաղթում է եւ այնուհետեւ ինչ-որ դաշինքների մեջ է մտնում իշխանական ուժերի հետ։ Անձերի, այո, ընդդիմանում է, այո, դա օգնում է, իրականում, տեսեք, իրենք ունեն իրենց մշտական ընտրազանգվածը, որի վրա եւ աշխատել են, կուսակցության մեջ կան թե մարդիկ, ովքեր ֆինանսական միջոցներ ունեն, որոնք օգտագործվում են ընտրությունների ժամանակ, եւ ես այն մարդկանցից եմ, որ երբեք քաղաքացուն չի մեղադրում գումար վերցնելու համար, ես կարծում եմ, որ այդ գումարները, որ իրենց տալիս են, քաղաքացիներին պատկանող գումարներ են, որոնք այո, որոնք որևէ չմուծված հարկերի տեսքով գրպանվում են այդ մարդկանց կողմից, ովքեր ցավոք սրտի թե քաղաքականությամբ են զբաղվում, թե բիզնեսով, եւ ես երբեք չեմ մեղադրում ժողովրդին, ցավոք սրտի շատ քիչ ենք աշխատում այն բանի վրա, որ մարդիկ չվախենան գումարը վերցնելով հանդերձ ընտրել այն մարդուն, ում ուզում են, այն կուսակցությանը, ում ուզում են կամ ում հավատում են։ Այս առումով նաեւ պետք է ասեմ, որ փոխելով նաև անձերին, որ մարդիկ անձերի դերը տեղական ընտրություններում շատ կարևոր է, որովհետև մարդը հավատում է մարդուն, եթե նրա համար կարևոր չի այդ մարդը օրինաց երկրից է, թե Բարգավաճ Հայաստանից, եթե իրենց գյուղացին է, եթե իրենց գյուղապետից, որ արդեն 20 տարի իշխել է կամ իշխանության է եղել կամ ընտրվել է ինչ-որ ձևերով, իրենք հոգնել են, չեն տեսնում, որ էական փոփոխություն է լինում եւ ուզում են, որ ուրիշ մարդ լինի, որ օրինակ իրենց գյուղից է կամ իրենց քաղաքից ինչ որ բան անում է, եթե նույնիսկ նա Բարգավաճ Հայաստանից է, իր բիզնեսները
մեծ մասը բիզնեսների մեծ մասը ստվերում է աշխատում եւ նույնն է նրանք վստահելու են նրան եւ ձայնը նրան են տալու, որովհետեւ այլ ընտրանք չունեն։ Այս իմաստով անձերի դերը իհարկե կարեւոր է։ Այստեղ կարող ենք նաեւ ասել, որ ինչու այս անգամ նոր կուսակցություններ կային, երիտասարդ կուսակցություններ կային, օրինակ Լուսավոր Հայաստանը, քաղաքացիական պայմանագիրը, որ միգուցե այնպիսի հաջողության չհասան, ինչպիսին որ իրենք էին ուզում, բայց քանի որ սկսնակ էին, դա նույնպես շատ սպասելի էր եւ հնարավոր չէ միանգամից գալ եւ հաղթել։ Լուսավոր Հայաստանի դեպքում կարծես դժգոհ չեն, որտեղ Վանաձորում, այո, բայց եթե հաշվի առնենք, որ Էդմոն Մարուկյանը Վանաձորում նաեւ ընտրվել էր մեծամասնական падգամավոր, դա զարմանալի չէ նաեւ, որովհետեւ ինքը ունի իր նիշան, իրեն մարդիկ վստահում են, ինքը շատ լավ աշխատել է վերջին 4-5 տարիներին, իսկապես բարձրացրել է մարդկանց ուզող խնդիրները եւ այն մասան, որ իրեն ընտրել է, իսկապես գիտի, որ ինչ որ իրենից կախված է եղել, նա արել է։ Այս իմաստով ուզում եմ ասել, որ երիտասարդներին չէին վստահելու, որովհետև եթե իրենք քաղաքացիական պայմանագրի կուսակցության ներկայացուցչին օրինակ Գյումրի, որ երեք կարդացի, որ շատ լավ մարդ է, շատ լավ հռետոր է, կարողանում է իր ուզածը հասցնել ժողովրդին, մեծ մասը չի ճանաչում կամ չի վստահում կամ չի կարծում, որ հնարավոր է այդ մարդը կարողանա պայքարել գործող կարգերի դեմ, որ օրինակ կան Գյումրիում կամ Վանաձորում կամ Երևանում կամ Հանրապետությունում, որտեղ այսպես թե այնպես ամբողջ ռեսուրսը հանրապետական կուսակցությանն է եւ նրանց դեմ դուրս գալը դժվար է։ Այո, նրանք ընտրում են միգուցե ավելի վստահելին, որ նաեւ միգուցե ստվերում է աշխատում, որ նաեւ միգուցե չգիտեմ, իրենց եւ մի քանի անգամ խափած կուսակցության ներկայացուցիչ է։ Բայց այդ անձը գուցե վստահելի է իրենց համար։ Իրենց համար ավելի ընդունելի է գուցե։ Այս դեպքում Փաստորեն թերթը եւ չի սխալվում ասելը, որ հայկական վերածնունդը Գյումրիում եւ Վանաձորում ճիշտ անձանց վրա էր խաղադրույք կատարել։ Այո, հնարավոր է։ Ես կարծում եմ, որ ներողություն խնդրում եմ, ես կարծում եմ, որ Արտուր Բաղդասարյանը գիտի ինչպես մասնակցել ընտրություններին, գիտի ինչի վրա շեշտը դնել, գիտի, այսինքն իրենց այդ համակարգը շատ լավ կայացած է, այսինքն իրենք բոլոր օղակներում ունեն մարդիկ, ներկայացուցիչներ, որոնք կարող են գտնել այն մարդկանց, ովքեր իրենց ձայն կտան եւ աշխատում են այդ ուղղությամբ եւ հաջողության են հասնում։ Նշեցիր, որ ՕԵԿ ունի իր ստաբիլ ընտրազանգվածը, հետաքրքիր որ այս ընտրությունները Վանաձորում եւ Գյումրիում համարվում էր որպես նախավարժանք խորհրդարանական ընտրություններից առաջ եւ եթե այստեղ Փաստորեն նախկին ՕԵԿ արձանագրում է երրորդ հորիզոնական, սա արդյոք նաեւ կարող ենք ցուցանիշ համարել խորհրդարանական ընտրություններում, այսինքն ակնկալենք, որ խորհրդանում հայկական վերածնունդը կունենա որոշակի մանդատներ եւ այն էլ երրորդ հորիզոնականի կարող է հավակնել։ Անկեղծ չեմ կարող ասել, շատ բան չեմ կարդացել այդ մասին, բայց հնարավոր է, ես կարծում եմ, որ ես չեմ հավատում, որ հանրապետական կուսակցությունը այդքան հեշտ կհանձնվի հանրապետական ընտրություններին, հնարավոր է, որ իրենք այդքան ռեսուրս չեն ներդրել, հնարավոր է, որ իրենք ուզել են, որ այսպիսի պատկեր ստեղծվի, որ ավելի ժողովրդավարություն ցույց տան, որովհետև հնարավոր է նաև, որ իսկապես այդպես լինի, ես չեմ բացառում, բայց ես կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունը շատ ագրեսիվ, լուրջ եւ ծանրակշիռ է պայքարելու առաջիկա ընտրություններին։ Քանի որ դա ըստ էության դառնում է միակ հանրապետական որովհետեւ իրենց համար, եթե Վանաձորում օրինակ իրենք դառնան ընդդիմադիր, սա շատ լավ ռազմավարական հաղթանակ կլինի այդ կուսակցության համար եւ իրենք կարող են նույնիսկ ընտրություններից առաջ ասել, որ տեսեք, մենք չենք վախենում ընդդիմադիր լինել, մենք քաղաքականության մեջ ենք այս կողմում թե այն, բայց իհարկե ես չեմ կարծում, թե նախագահ Սերժ Սարգսյանը կամ իր այդ ամբողջ կառույցը պատրաստ են դառնալ ընդդիմություն։ Եվ ես կարծում եմ, որ իրենք իսկապես պայքարելու են եւ մշտապես իրենք պայքարել են մեծ ընտրությունների ժամանակ եւ մշտապես, այո, մյուս կողմը մշտապես եւ տեղական կուսակցությունները, տեղական դիտորդ մարմինները միշտ մատնացույց են արել այն մեծաթիվ խախտումներին, որ հանրապետական կուսակցությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն արել է ընտրություններում հաղթելու համար նախագահական, խորհրդարանական եւ սահմանադրության փոփոխությունների հետ կապված։
եւ այլն։ Իդեպ Վանաձորում նշեցիր, որ հնարավոր է ընդդիմություն դառնա, սա իհարկե հնարավոր կլինի մի դեպքում, եթե երկրորդ, երրորդ եւ ավելի ցածր տեղեր զբաղեցած կուսակցությունները կարողանան կոալիցիա ստեղծել եւ ընտրել իրենց տեխնացուին, իրենցից մեկին, քաղաքապետ։ Երեք արդեն կարծես սկսել էին այդ պայմանների առաջադրումը, ով ու ինչ պայմանով կմիանա։ Մեր ընտրությունները կարծես այսպես նոստալգիայի իմաստով անդադար կրկնվում են հենց այս խոսակցությունը, որ ընդդիմությունը միասնական չէ եւ որ չեն կարող միասնական ճակատ կազմել իշխանական կուսակցության դեմ։ Ինչ ես կարծում, այս անգամ երբ որ արդեն ռեալ թվեր ունենք, ռեալ մանդատներով հնարավոր է գերազանցել հանրապետականին, կունենանք ի վերջո ոչ հանրապետական քաղաքապետ Վանաձոր քաղաքում։ Հնարավոր է, շատ բան կախված է, կարծում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, որ քաղաքական իմաստով դեռևս երկար ճանապարհ ունի կուսակցություն դառնալու համար, քանի որ այն ձևավորվեց մի խումբ կամ մի մեծ խումբ կարելի ասել բիզնեսմենների համագործակցության միավորվելու շնորհիվ եւ միակ անգամ որ Գագիկ Սահակյանը փորձեց իսկապես քաղաքական հարցադրումներ առաջ բերել, նրան միանգամից լրացրեց Հայաստանի Հանրապետության նախագահը նախանցած երևի արդեն, այո, եւ ամեն ինչ կախված է իրենցից եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր են, որքանով քաղաքական միտք կա Վանաձորի ներկայացուցիչների մոտ եւ որքանով ես չգիտեմ ներքին ինչ դասավորվածություն է, որովհետեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը շատ հաճախ մեղադրում են կեղծ ընդդիմադիր լինելու մեջ եւ այո, OEK-ին, հայկական վերածնունդին, բայց հայկական վերածնունդը միգուցե ներկա փուլում ցանկանա շարունակել իր ընդդիմադիրի կերպարը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբեք չի վարանել միանգամից համաձայնելու իշխանության առաջարկներին, իսկ Արտուր Բաղդասարյանը շատ ավելի երկարաժամկետ կարող է մտածել եւ ստրատեգ լինել, այսինքն ես կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստանը ավելի այսպես Բարգավաճ Հայաստանը էլի կարող է հաղթել, ինչ որ տոկոս ունենալ, վերածնունդը ավելի քիչ հավանական է մեծ ընտրություններում ավելի մեծ տոկոս ունենա, միշտ այդպես է եղել եւ որևէ բան չի փոխվելու, եւ Բարգավաճ Հայաստանը ավելի քիչ բան կկորցնի, եթե միանա հանրապետականին, քան վերածնունդը։ Եվ այս միասնականության հետ կապված ես կարծում եմ, որ այսպես այնպես ցանկացած ընդդիմադիր ուժ, իրեն ընդդիմադիր որակող ուժ իր օրակարգ ունի, իր ներքին, որը որ պարտադիր չի, որ բարձրաձայնի եւ շատ նորմալ է, որ իրենք կարող են չմիավորվել։ Այսինքն հնարավոր է, որ եւ ավելի ճիշտ է, որ ավելի ճիշտ է իդեալական պարագայում, եթե նրանք իսկապես հետևում են իրենց գաղափարախոսությանը, այսինքն իրենց առջև դրված նպատակներին, իրենց համար կարևոր խնդիրները լուծելու համար, իրենց համար կարևոր ուղիներով գնալու մոտեցմանն են հավատարիմ, իրենք պետք է եւ չմիավորվեն, որովհետեւ սակայն եթե կարճաժամկետ ինչ-որ խնդիր ունեն լուծելու, շատ փոխչունելի կլինի, որ միավորվեն եւ ինչ-որ փոփոխություն լինի դրական։ Դե օրինակ նույն անցած անգամվա խորհրդարանական ընտրություններին, չգիտեմ դա կարելի է միավորվել համարել թե ոչ, երբ որ իրենց ցուցակում Հայազգային կոնգրեսը ներառեց օրինակ Նիկոլ Փաշինյանին, Բահրամ Բագրատյանին, որպեսզի պատգամավոր դառնան նրանք, դա էլ է միավորման ինչ-որ մի ձև, բայց ժամանակը ցույց է տալիս, որ այդ միավորումը երկար չի տևում։ Նույնը տեսանք Ժառանգություն ազատ դեմոկրատներ միավորումից, որը հենց խորհրդարանում արդեն բաժանվել են։ Շատ երկար չի տևում, էլի, այսինքն դա էլ ինչը նույնպես վատ չեմ, այսինքն բացասական ինչ-որ բան չեմ համարում, միգուցե նրանց նպատակը պարզապես խորհրդարան անցնելն էր, հարթակ ունենալն էր իրենց տեսակետը հայտնելու Հայաստանում առկա ինչ-որ խնդիրների վերաբերյալ, ինչը նույնպես լավ է, բայց ասենք, եթե նույն ճանապարհը չես պատկերացնում, նույն ուղին չես պատկերացնում խնդիրը լուծելու, դու երկար ժամանակ չես կարող միասնություն խաղալ։ Իդեպ գաղափարների շուրջ այստեղ պետք է նկատել նաև, որ կարևոր է թե արտաքին քաղաքականության առումով ինչ մոտեցումներ ունեն, թեև հաճախ սա անտեսվում է, բայց նույն Բարգավաճ Հայաստանն ու հայկական վերածնունդը փաստորեն ավելի կարելի ասել ռուսամետ քաղաքականության կողմնակից են, մինչդեռ լուսավոր Հայաստանը ավելի արևմտամետ է իրեն դրսևորում եւ այս գործոնները եւս թվում է թե պետք է որոշակի դերակատարում ունենան, թեև օրակարգում չի քննարկվում այդ հարցը։ Ես կարծում եմ Վանաձորի պարագայում դա այդքան էլ կարևոր չէ քաղաքի կառավարման պարագայում
Սիրիայում այդքան էլ կարևոր չէ դու ռուսամետ ես թե արևմտամետ, հանրապետական ընտրություններում դա ավելի կարևոր կլինի։ Մանավանդ հիմա, որ խորհրդարանական հանրապետություն է դառնում Հայաստանը 1-2 տարուց արդեն ամբողջությամբ։ Լավ, շարունակենք անդրադառնալ մամուլի թողարկումներին։ 3 փաստորեն նորից պաշտոնափոխություններ եղան, պաշտոնանկություններ եւ նշանակումներ եւ ի վերջո հաստատվեց Պաշտպանության նախարարի պաշտոնանկության եւ նոր նախարարի նշանակման հարցը։ Խոսքը Վիգեն Սարգսյանի նշանակման մասին էր Պաշտպանության նախարարի պաշտոնում եւ այս համատեքստում թերթեր շատ են անդրադարձել թե Վիգեն Սարգսյանին, թե Սեյրան Օհանյանին, մասնավորապես Ժողովուրդ օրաթերթը գրել է անդրադարձել նրա կենսագրությանը, նշելով որ նա 41 տարեկան է, մասնակցությամբ դիվանագետ, աշխատանքային կարիերան սկսել է ազգային ժողովում եւ կենսագրական մանրամասները բաց թողելով մի հետաքրքիր դիտարկում, որ ինչպես թերթն է գրում, մի փոքր սպրավոչկա է այստեղ անում, նշելով որ նա չի ծառայել հայոց բանակում, նա չգիտի զինվորի հոգեբանությունը։ Մասնավորապես Վիգեն Սարգսյանն իր ծառայությունը անցել է նախարարի ռեֆերենտի պաշտոնը զբաղեցնելով։ Սեյրան Օհանյանը, ինչպես թերթն է նշում, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է եղել եւ փաստացի նա այս պայն մնաց անգործ, մերժելով բոլոր առաջարկները եւ փաստորեն ոչ էլ վերանշանակվեց իր դերում։ Հետաքրքիր է թե որքանով է Պաշտպանության նախարարի համար էական հայոց բանակում ծառայած լինելը եւ եթե հաշվի առնենք որ նա ոնց որ մենեջերության, հա, սա պաշտոնն է, այսինքն նախարարը պետք է կառավարիչ լինի, բայց քանի որ Պաշտպանության նախարարությունը մի փոքր սպეციფիկ է, թերթը նշում է որ սա կարծես նոր նախարարի համար ինչ որ իմաստով մինուս կարող ենք համարել, որ նա չգիտի հայոց բանակի ներքին խոհանոցն ու զինվորների խնդիրները։ Ես չեմ կարող ասել լավ է թե վատ է, որ այսպես ամենօրյա ռեժիմով չի ծառայել Վիգեն Սարգսյանը հայկական բանակում, այսինքն այնպես ինչ-որ բոլոր զինվորները ծառայում են առավոտյան 6-ին արթնանալով, հագնելով այդ անհարմար կոշիկները, ուտելով այդ երբեմն ոչ այդքան հաճելի սնունդը, գոնե արտակնապես կամ համով, թեկուզ եւ հնարավոր է օգտակար շատ կամ սննդարար։ Չեմ կարող ասել, բայց եթե մարդկանց մեծ մասը կամ մարդկանց որոշ մասը, լրատվամիջոցների որոշ մասը, չգիտեմ, քաղաքականությամբ հետաքրքրվողների որոշ մասը դա կարևոր է համարում, միգուցե եւ դա կարևոր է։ Սակայն ժամանակը ցույց կտա, որովհետեւ Մովսես Հակոբյանը, որ նշանակել է զինվորների գլխավոր շտաբի հրամանատար, ծառայել է բանակում, նրա մասին էլ շատ լավ կարծիքներ չկան, այսինքն նրա մասին էլ կան որոշակի բացասական կարծիքներ Լեռնային Ղարաբաղում նրա ծառայության տարիների վերաբերյալ ոչ թե զինվորական գործի հետ կապված, այլ զինվորական գործից դուրս պաշտոնական դիրքը չարաշահելու հետ կապված, բայց հնարավոր է որ նույն Մովսես Հակոբյանը օգնի Վիգեն Սարգսյանին զինվորի հոգեբանությունը հասկանալու հարցում եւ այլն։ Մեր նախարարների զգալի մասը, եթե ոչ բոլորը, ես ենթադրում եմ որ բոլորը, բայց չեմ ուզում պնդել, գոնե մեծ մասը կամ զգալի մասը ծառայել են բանակում կամ ինչ-որ ձևով առնչվել են զինված գործողությունների կամ պատերազմին կամ դրանից առաջ կամ դրանից հետո կամ սովետական բանակի հետ կապ են ունեցել, բայց այնուամենայնիվ հայկական բանակում, ասենք ինքնասպանությունները կամ սպանությունները ոչ պատերազմի պատճառով կամ ոչ հակառակորդի պատճառով խաղաղ պայմաններում չեն բացակայել, այսինքն մշտապես եղել է այդ խնդիրը եւ դա միայն մի մարդու, մի նախարարի հարց չէ։ Ես 3 կարդացի, չեմ հիշում ցավոք սրտի որտեղ, որ իրականում Սեյրան Օհանյանը ծառայակից ընկերներին չնեղացնելու բարդույթ է ունեցել եւ միգուցե դրանով էլ է պայմանավորված այս փոփոխությունը, որովհետեւ Վիգեն Սարգսյանը առնչություն չունի եւ կարող է ավելի անկաշկանդ, այո, ավելի անկաշկանդ համապատասխան իր ենթականերին ուղղորդել, կարգադրել եւ այլն եւ հնարավոր է որ ինչ-որ փոփոխություն լինի։ Ինձ ավելի այս փոփոխությունը ընդհանուր կառավարության իմ համար ավելի ուշադրություն փոխելու որոշակի ժամանակ քաղաքական օրակարգ նոր օրակարգ ստեղծելու նաև միտում է, նաև հնարավոր է հանրապետական կուսակցության համար փորձ ոչ վատ իմաստով, գուցե իրենք էլ են ուզում փորձել տեսնել օրինակ 6 ամսում ինչ է հնարավոր անել։ Այսպես ես հնարավոր է շատ օպտիմիստ թվում, բայց ես երբեք չեմ բացառում բարի կամքը, որ միգուցե ինչ որ օրից սկսած, միգուցե եւ նրանք ցանկանում են իսկապես
նորից սկսել կամ ինչ որ լավ բան անել, չգիտեմ, հնարավոր է, ես չեմ բացառում դա երբեք, հնարավոր է, որ նրանք փորձում են այսպիսով տեսնել, որքանով է հնարավոր իսկապես կապ չունեցող նախարարը գա եւ ինչ որ բան փոխի ոլորտում։ Այդ իմաստով միգուցե Վիգեն Սարգսյանին դրա համար են նշանակել։ Չեմ կարող ասել, հիմա երեք մի բան էի կարդում, որ Վիգեն Սարգսյանը շատ լավ համակարգել է 100-ամյակի Սեղանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի աշխատանքները, բայց չեմ կարծում, թե դրանք համեմատելի են, որովհետև մի համաժողով կամ ասենք մի իրադարձության միջոցառումներ կազմակերպելը եւ մի նախարարություն ղեկավարելը տարբեր են, չեմ կարծում դրանք համաժեք են եւ կարելի է համեմատել։ Այնուամենայնիվ Վիգեն Սարգսյանը կարողացել է կարիերա ստեղծել եւ հանրապետական կուսակցության, այո։ Իդեպ ավելացնեմ այստեղ, որ այնպես որ ես կարծում եմ, որ մենք հետաքրքիր է հետևել ինչ կանի նա։ Սեյրան Օհանյանը ցավոք ես կարծում եմ, որ նա շատ գիտելիքներ ունի, որ պետք կգան մեր բանակին եւ հնարավոր է, որ ինքը որոշակի ժամանակ հետո իսկապես ինչ որ առումով ներգրաված լինի ինչ որտեղ կամ էլ ինչպես միշտ կդառնա նախագահի խորհրդական, ոնց որ միշտ լինում է ինչ որ պաշտոն թողած մարդկանց հետ Հայաստանում։ Դեպ դրան դեռ կանադառնանք Վիգեն Սարգսյանի վերաբերյալ թերթերը գում են, որ նա Փաստորեն Սերժ Սարգսյանի շատ վստահելի անձ է եւ նույնիսկ նշված է, որ եթե կազմելու լինենք իր վստահելիների տասնյակ, ապա նա առաջին հորիզոնականում կլինի։ Հնարավոր է, բայց ես նաեւ միտեղ կարդացել եմ, որ նա նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա կադր է, այնպես որ դա 2003-ից 8-ին եղել է դարձյալ նախագահականում։ Այո, այնպես որ եւ Արմեն Գևորգյանի համար էլ որ նշանակվեց Վիգեն Սարգսյանի փոխարեն, ասում են, որ նա նույնպես իսկն բոլորս էլ գիտենք, որ նա նույնպես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բավական մեծ դերակատարություն ունեցող մարդ է եղել եւ ասում են, որ այսպես նշանակելով Քոչարյանական ժամանակաշրջանի համար նաեւ կարեւորություն ունեցող կադրեր, Սերժ Սարգսյանը նաեւ որոշակի քայլ է անում Քոչարյանին լիկվիդացնելու, այսպես քոչարյանական ուժերին մի կողմ դնելու, որ այդ մարդկանց իր կողմ ներգրավելու եւ նրանց պարապ չթողնելու, որպեսզի գնան մյուս կողմ։ Այլ ուժեր ձևավորելու։ Իդեպ ուժեր ձևավորելու վերաբերյալ Սեյրան Օհանյանի ապագան են փորձում նաև թերթերը գուշակել։ Իրավունք թերթի տեղեկությունով նա պատրաստվում է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, այն էլ ընդդիմադիր դաշտում, որքան է զարմանալի թվա։ Ամիսներ առաջ տեղեկություն տարածվեցին այն մասին, որ ԱԺՄ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանն է պատրաստվում կուսակցություն բացել, բայց այդ կուսակցությունները դադարեցին եւ այժմ էլ տեղեկություններ կան, որ Սեյրան Օհանյանը միացել է Դալաքյանի կուսակցություն ստեղծելու գործընթացում։ Ընդհանրապես Սեյրան Օհանյանի անձնական վարկանիշը հաշվի առնելով հնարավոր է, որ նա ես գիտեմ, որ որոշակի հասարակության մեջ որոշակի խումբ կա, որ համակրում է իր անձը, անկախ նախարարությունում առկա թերություններից եւ իր հետ կապված այսպես բավական դրական վերաբերմունք կա ամեն դեպքում։ Ես կարծում եմ, որ այո, նա բավական դրական վարկանիշ ունի եւ ես կարծում եմ, որ մարդիկ նույնիսկ այդ վարկանիշը չխաթարվեց նույնիսկ ապրիլյան պատերազմը, որտեղ իրեն շատ քչերն էին մեղադրում կոնկրետ իրեն եւ բայց ես պարզապես չեմ հավատում, որ ինքը ընդդիմադիր գործունեությամբ կզբաղվի եւ քաղաքականությամբ ընդհանրապես։ Ես միտեղ ազատության ներկայացում ասել, որ նույնիսկ այդ հապկի գլխավոր քարտուղարի պաշտոնին չի անցնելու, Հայաստանից դուրս չի աշխատելու։ Այո, դե նա մերժել է արդեն հրապարակային մերժել է, այնպես որ ես լսել եմ, որ նա հնարավոր է դառնա ապագա նախագահը, որ ավելի այսպես հայցողական պաշտոն է այլևս լինելու Հայաստանում շատ մեծ ուժ չի ունենալու, որոշումների կայացման վրա չի ազդելու, բայց այնուամենայնիվ հարգանք վայելող մարդ է լինելու, Հայաստանի Հանրապետության նախագահն է լինելու, այնուամենայնիվ դա պաշտոն է, դա կարգավիճակ է։ Միայն դա եմ լսել, ավելի ընդունելի տեխնացու լինի նախագահի համար։ Այո, որովհետև նա դրական ավելի կերպար ունի եւ ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանին վերջին շրջանում մի քիչ նրա վարկանիշի վրա բացասական են անդրադարձել նրա կնոջ սոցիալական ցանցերում նրա կնոջ գործունեությունը, որովհետև շատ հարցեր էին առաջացնում, թե որտեղից պաշտպանության նախարարին այդքան գումար, հրապարակումներ են եղել, այդ ճոխությունները եւ այլն։ Այո, բարկացնում էր մարդկանց կամ մարդկանց մի մասին։ Դա է երևի միակ բանը եղել վերջին տարի, միակ այսպես գործոնը եղել վերջին տարիների, որ ավելի բացասական
ֆոնի վրա է դրել Սեյրան Եվ սա ինչ-որ առումով զարմանալի է, որովհետև ինչպես դու նշեցիր, բանակում վերջին տարիներին գրեթե չեն դադարել այդ խաղաղ պայմաններում մահերը եւ նաեւ զինվորների մայրերի բողոքը, իհարկե ավելի վաղ նույնի շրջանի, բայց ամեն դեպքում իր Դա կոնկրետ նախկինում մահացած Սևոսկե զինվորների մայրերի բողոքը Սեյրան Օհանյանին չէ ուղղված, նա որևէ բան չի որոշում, արդարադատությանն է ուղղված, դատախազությանն է ուղղված, նախագահին է ուղղված, որովհետև դեռևս Հայաստանում որոշում կայացնողը նախագահն է, նա կարող է դատավորին ասել եւ շատ կան նման հրապարակումներ, որ իր որոշումներով, իր կարգադրություններով որոշումներ են կայացնում։ Այդ իմաստով Սեյրան Օհանյանի հետ կապված չեն, շատ դրական փոփոխություններ են եղել իսկապես։ Շատ են խոսում այն մասին, որ այլևս գումարը շատ քիչ դեր է խաղում զինվորների տեղակայման հետ կապված, իսկ տղաների, որ պետք է որ զորամաս ընկնելու հետ կապված, այսինքն Սեյրան Օհանյանը կարողացել է որոշակի փոփոխություններ անել, բայց այդ նույն խնդիրն է, որ շատ տեղերում ինքը միգուցե չի կարողացել այդ նույն ընկերոջ, մարտական ընկերոջ հետ կապված կամ տարիքի հետ կապված նաև իրենից ավելի տարիքով զինվորականին կարգադրություններ անել, դա է միակ։ Ես կարծում եմ, որ եւ իրականում նվազել է խաղաղ պայմաններում մահացող զինվորների թիվը, շատ հրապարակային է դարձել Պաշտպանության նախարարության գործունեությունը Սեյրան Օհանյանի ժամանակ, շատ եւ դա շատ կարեւոր է, մարդիկ շատերը այսպես երբ որ քննադատում են ամերիկյան ժողովրդավարության մոդելը, ասում են, որ այնտեղ էլ ժողովրդավարություն չկա, պարզապես մարդիկ կարող են բողոքել, Հայաստանում էլ հնարավոր ժողովրդավարություն չկա, բայց հնարավոր է եւ նույնիսկ այդ խոսքի ազատությունը էլի ձևական է, բայց այնուամենայնիվ կա եւ մարդիկ ազատ են արտահայտելու իրենց կարծիքը, փնովելու, նույնիսկ հայհոյելու ցանկացած քաղաքական գործ չի անգամ նախագահին գրեթե իրենց ցանկացած հարթակով on-line միայն հեռուստաընկերություններն են ավելի այսպես փակ Այնպես որ ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանի վարկանիշը այս իմաստով դրական է։ Իդեպ այլ փոփոխություններին նաև անդրադառնանք, ժողովուրդը անդրադարձել է մարզպետների առաջիկա փոփոխություններին, որոնց անունները այսպես ասած հայտնի էր, ովքեր պետք է փոխվեն, բայց թերթը նշում է, որ թիմ ընտրությունների պատճառով մի փոքր հետաձգվեցին, ամեն դեպքում ժողովրդի տեղեկություններով Լոռի մարզպետ Արթուր Նալբանդյանն է առաջիկայում պաշտոնակարգվելու եւ նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ Անուբա Խամբարյանը, խոսք կա նաև երկու այլ մարզպետների, Արարատի եւ Սյունիքի մարզպետների փոփոխությունների վերաբերյալ եւ մասնավորապես ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվել է Արարատի մարզպետ Գրմեթերթը հետաքրքիր է որ Գրիգորյանը նախքան նախարար նշանակվել դարձյալ եղել է այս պաշտոնում եւ ստացվում է որ նույն անձին այսպես փոխատեղումներ են անում Եվ կարծես նոր ռեսուրսների պակաս կա, հա, իշխանությունում։ Հետաքրքիր է թե ինչը գրում ժողովրդի Սյունիքի մարզպետի հետ կապված, որովհետև Սյունիքի մարզպետը շատ կարևոր դերակատարություն ունի հանրապետական կուսակցության համար, մանավանդ ընտրություններից առաջ, եւ շատ զարմանալի կլինի, եթե նրան փոխեն։ Որտեւ նա հայտնի է որ ձայները ապահովող որպես բայց միգուցե նաեւ նրան փոխեն որպեսզի էլի այդ նույն ժողովրդավարացման փոփոխությունների շղթան շարունակվի չեմ կարծում թե Սուրիկ Խաչատրյանը կկորցնի իր ուժը կամ իր ազդեցությունը պաշտոնը կորցնելով մի քանի ամսվա մեջ նա իսկապես մարզում մարդկանց հետ խոսելիս տեսնում ես որ շատ ազդեցիկ է նրանից իսկապես վախենում են ցավոք սրտի եւ ասում են որ նա նաեւ շատ բիրտ է որոշ հարցեր լուծելու բարագայում չեմ կարող ասել պարոն Գրիգորյանի հետ կապված այո շատ է լինում որ նման փոփոխություններ արվում են պարզապես անձերի փոփոխություններ որ դրանք ինչ որ բանի չեն հանգեցնում, այսինքն որևէ դրական փոփոխության հասնելու համար չի, եւ որևէ տրամաբանություն շատ հաճախ թվում է թե այդ որոշման հետևում չկա, բայց գուցե եւ հանրապետականը այս երկու փոփոխությունն էլ անում է հենց դրա համար, որ իր ներքին օրակարգ ունի, ներքին խնդիրներ ունի, հնարավոր է պարոն Գրիգորյանը նույնպես շատ լավ կապեր ունի Արարատի մարզում, մեծ ազդեցություն ունի, հնարավոր է Սակայն ես կարծեմ Արարատի մարզում Հովիկ Աբրահամյանի հետ կապված արդեն, քանի որ Հովիկ Աբրահամյանը կա, արդեն կարևոր չէ եւ միգուցե տվյալ պարագայում պարոն Գրիգորյանին չնեղացնելու կամ ձեռնունայն չթողելու որոշում է։
Շատ լավ, շնորհակալություն Սառա հյուրընկալվելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հարգելի հեռուստատողներ, հիշեցնեմ, որ այսօրվա իմ զրուցակիցը Bloomberg գործակալության հայաստանյան թղթակից Սառա Խոջոյանն էր։